Ողջույն, սիրելի ունկնդիրներ, կրկին եթերում ճամպրուկային տրամադրություն հաղորդաշարն է, ես Սեդա Աղբալյանն եմ եւ այսօր իմ հյուրը համայնքների կայուն զարգացման, ISSD համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ կազմակերպության համահիմնադիր Իրինա Մկրտչյանն է։ Ողջույն Իրինա, շնորհակալ եմ, որ համաձայնվեցիք այսօր իմ հաղորդաշարի հյուրը լինել։ Ես այսօր ուզում եմ մենք խոսենք туриզմի կայուն զարգացում գաղափարի մասին։ Այսպես туриզմի ոլորտում անընդհատ տարիներ շարունակ մենք քննարկում ենք եւ ասում ենք, որ գոյություն ունի կայուն զարգացում գաղափարը, բայց շատ շատերը հանրամատչելի մակարդակում չեն կարողանում հասկանալ ինչի մասին է խոսքը։ Այսպես մի սահմանում որ տանք, ինչ է туриզմի կայուն զարգացումը, ինչպես կասեք։ Հայերենում իրականում կայուն բառը շատ բազմիմաստ է, բայց քանի որ մենք նայում ենք իրան կանաչ եւ շրջակա միջավայրի համար ավելի ինքերասեր տեսանկյունից, իմ կարծիքով կայուն туриզմը դա այն туриզմն է, որը ապահովում է հյուրընկալության ամբողջական ծառայությունը կայուն մոտեցումով, այսինքն ճիշտ օգտագործելով ռեսուրսները, որոնք որ տրվում են բնության կողմից։ Այսինքն այդ կայուն մոտեցում ասելով ինչի նկատի ունենք, բնության ռեսուրսները խնայելը, բնական սնունդ տրամադրելը հյուրերին, ինչն է այդ կայուն մոտեցումը։ Մենք կարող ենք իրան շատ տարբեր տեսանկյուններից նայել, կարող ենք նայենք էներգոարդյունավետության տեսանկյունից, կարող ենք նայել տեղական սննդի օգտագործման տեսանկյունից, այսինքն օրինակ սննդի դեպքում շատ հաճախ մենք ներմուծում ենք տարբեր ապրանքներ, մինչդեռ մեր երկրում մոտակա տարածքում նույնպես տվյալ ապրանքները կան, եւ մենք ունենք նաեւ գյուղական համայնքներում տարբեր բնական սնունդի տեսականի, որոնք որ առաջարկվում է, ունենք նաեւ տարբեր օրինակ մակրող միջոցների հետ կապված կոմպոնենտներ, որոնք կարող են դիտարկվել կայունության տեսանկյունից, կանաչապատման, կանաչ տարածքները, որոնք որ հյուրընկալության ոլորտի տարբեր կառույցներում առաջարկվում են։ Բոլոր այդ կոմպոնենտները իրենց հերթին ունեն կայունության եւ շրջակա միջավայրի պահպանության ուղղված տարբեր ձևաչափեր, որոնք որ զբոսաշրջության ոլորտում կարող են բերել կայունության։ Այսինքն այսպես ձևակերպելով կարող ենք ասել, որ շրջակա միջավայրին քիչ վնաս հասցնող կազմակերպությունները, տուրիստական կազմակերպությունները, իրանք այն կազմակերպություններն են, որոնք կայուն զարգացման մոտեցումն են որդեգրել։ Ճիշտ է այսպես ձևակերպել։ Ես կասեի նրանք, որոնք որ աջակցում են բնության պահպանությանը, այսինքն մենք միանշանակ ռեսուրսներ տարբեր օգտագործում ենք, բայց միևնույն ժամանակ մենք կարող ենք տարբեր գործառույթներ իրականացնել, որպեսզի կոմպենսացնենք, այն ռեսուրսը, որը որ մենք օգտագործել ենք, տարբեր գործառույթների միջոցով եւ իհարկե որքան քիչ օգտագործենք, միանշանակ այդքան ավելի լավ։ Եվ կուզեի անցնենք համաշխարհային սերտիֆիկացումներին туриզմի ոլորտում։ Այ հաճախ մենք հյուրատներ, հյուրանոցներ ամրագրելուց տեսնում ենք մի պիտակ, թե ամրագրման կայքերում, թե հյուրանոցների վրա է այդպես պիտակը փակցված լինում, որ իրենք ունեն որոշակի կարգավիճակ եւ սերտիֆիկացված են կայուն զարգացման ոլորտում։ Ինչ է սա նշանակում, ինչ ճանապարհ են անցնում, ինչ հաջողություններ են ձեռք բերում, որ այդ սերտիֆիկատը ստանում են եւ առհասարակ այդ process-ը ինչ process է։ Լրիվ ճիշտ եք, մենք շատ սերտիֆիկացման հնարավորություններ ունենք աշխարհի մակարդակում, գոյություն ունեն տարբեր պիտակներ, որոնք ունեն տարբեր պահանջներ։ Ես անձամբ ձեզ կարող եմ պատասխանել Green Key կանաչ բանալի պիտակի վերաբերյալ, ինքը տվյալ պահին գործում է 13 հիմնական կրիտերիաների շուրջ։ Կրիտերիաները իրենց մեջ ներառում են ջուր, թափոններ, էներգիա, կանաչ տարածքներ եւ այլն։ Եվ այն հյուրանոցները, հյուրատները, նույնիսկ ռեստորանները, կոնֆերանս կենտրոնները, որոնք որ ցանկանում են ստանալ նման պիտակ, իրենք անցնում են բավականին երկար եւ ծավալուն գործընթացի միջոցով, որի շրջանակներում ներկայացնում են բոլոր կրիտերիաներին համապատասխան փաստաթղթային կամ վիզուալ ապացույցներ, որոնք որ մատնանշում են, որ կազմակերպությունը օրինակի համար օգտվում է էկոպիտակավորված մակրող միջոցներից, կազմակերպությունը ունի կանաչապատ տարածքների կառավարման ճիշտ մեխանիզմ, օրինակ ջրելու ժամերը, եւ այս բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո կազմակերպություններում իրականացվում է դեմարդեմ աուդիտ, երբ վերապատրաստված համապատասխան մասնագետը այցելում է տվյալ կառույց եւ իրականացնում է բոլոր կրիտերիաներին համապատասխան տեսողական աուդիտ, որի ժամանակ արդեն ստուգվում է, որ աշխատակիցները լիովին ծանոթ են, կազմակերպությունը ունի ներքին քաղաքականություն կանաչ ուղղվածությամբ, ռեստորանում կամ ճաշարանում, ինչու որ կա տվյալ կազմակերպությունում օգտագործվում է տեղական սնունդ, ոնց խոսում էինք մի փոքր առաջ, եւ արդեն երբ որ աուդիտի կողմից ստացվում է դրական արձագանք, կազմակերպությունը ստանում է տվյալ պիտակը, որը որ թույլ է տալիս շատ միջազգային հարթակներում, ինչպիսին օրինակ booking.com-ն է,
ներկայացնել, որ իրանք կայուն туриզմ, կայուն հյուրընկալություն ապահովող կառույց են եւ հիմա բավականին մեծ պահանջարկ ունենք միջազգային մակարդակում եւ ես շատ ուրախ եմ, որ իրականում Հայաստանում այդ քայլին դիմում են արդեն, հա։ Մի քիչ ուշացել ենք, բայց կարծում եմ սկսել շատ ենք ուշացել։ Այո, հենց այստեղ էլ հաջորդ հարցը ստամ, վերջերս ես հանդիպեցի մի կազմակերպության նախագահի, որ այցելել էր Հայաստան, դա ռեգեներատիվ туриզմի կազմակերպության նախագահն էր, միջազգային կառույցի նախագահ, եւ ինքը ասաց, որ արդեն դեռ կայունությունից էլ մեկ քայլ առաջ ենք անցել եւ հիմա եկել է ռեգեներատիվ туриզմի ժամանակը, ինչը նշանակում է դեռ մի բան էլ վերականգնող туриզմ, այսինքն կայունությունը եթե փորձում է ապահովել շրջակա միջավայրի կայունությունը, կայուն տնտեսական զարգացումը, սա դեռ մի բան էլ ավել է, որովհետեւ մի քայլ առաջ է, այսպես վերականգնում է այդ հաստատված վնասը։ Սրա մասին ինչ կասեք։ Մենք իրականում Green-Q-ում ունենք որոշակի կրիտերիաներ, որոնք հենց այդ ուղղությանն են վերաբերվում, այսինքն բացի նրանից, որ դու պետք է ունենաս ներքին համակարգման տարբեր պահանջներին համապատասխանող ընթացակարգեր եւ այլն, նաեւ կան մի քանի կրիտերիաներ, որոնք որ պահանջում են, որ դու ունենաս համագործակցություն տեղական կենսաբազմազանությանը նպաստելու համար, տեղական ոչ շահույթ հետապնդող շահագրգիռ կողմերի հետ, դրանք կարող են լինել դպրոցներ, համայնքներ, հասարակական կազմակերպություններ, իրենց հետ աշխատանքը նույնպես պարտադիր է հիմնական առաջին տարում եւ հետո նաեւ քաջալերվում են այլ գործողությունները եւ մենք ունենք օրինակ տարբեր պահանջներ տեղական բույսերի աճեցման, այն բույսերի կամ կենթանական տեսակների, որոնք որ վտանգված են կարմիր գրքում են, իրանց հանդեպ ճիշտ վերաբերմունք, որովհետեւ շատ հաճախ մեր մոտ նաեւ չգիտեն, որ որոշ բույսեր, ծաղիկներ, կենթանիներ ներգրաված են, ներառված են կարմիր գրքում եւ մարդիկ առօրյա կյանքում դրանք օգտագործում են։ Հետաքրքիր է։ Այդ գրագիտությունը եւս կայուն զարգացման մի բաղադրիչ է։ Տուրիստներին կրթելը, սովորեցնելը, թե որ բույսերը եւ կենթանիներն են կարմիր գրքում, որոնց չի կարելի վնասել, այս գիտելիքը եւս այդպիսի մի բաղադրիչ է։ Պարտադիր, այո, իհարկե, մենք ունենք շատ մեծ բաց թե տեղական մակարդակում եւ թե տուրիստների շրջանում իրականում։ Տուրիստների դեպքում նորմալ է, որ որոշ դեպքերում իրենք պարզապես տեղյակ չեն, թե Հայաստանում ինչ գոյություն ունի, որտեղ պետք է ավելի ուշադիր լինել, ինչպես պետք է վարվել տարբեր իրավիճակներում։ Այդ իսկ պատճառով Green-Key պարտադիր կրիտերիաներից է նաև, որ հյուրերին տրամադրվի համապատասխան տեղեկություն կանաչ տարածքների մասին, կայուն տրանսպորտային այլընտրանքների մասին, որպեսզի հյուրերը ունենան ամբողջական պատկերացում, թե որտեղ են գտնվում եւ ինչպես պետք է տվյալ տարածքում վայելել իրեն ժամանակը։ Հետաքրքիր է։ Այս սերտիֆիկացման եւ պիտակների, էկոպիտակների ոլորտում կան լոկալ պիտակներ, տեղական պիտակներ եւ կան միջազգային պիտակներ։ Green-Key-ն կանաչ բանալին դա միջազգային պիտակ է, ես գիտեմ, բայց երբ որ մենք քաղաքապետարանում ես դեռ աշխատում, մենք քննարկում ենք լոկալ պիտակների կարեւորության, անհրաժեշտության մասին, հետո ամեն դեպքում ոլորտի տնտեսվարողները ասեցին, եթե կան միջազգային պիտակները, միգուցե մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում այդ պիտակներին, քան լոկալ պիտակներին եւ այս պարագայում այդքան էլ իմաստ չունի մշակել նոր տեղական պիտակներ, բայց մյուս կողմից ես տեսնում եմ, որ տարբեր երկրներ անցնում են այդ տեղական պիտակներին։ Նոր Զելանդիան ունի, Ավստրալիան ունի տեղական պիտակ, Ֆրանսիան ունի Green-Key կանաչ բանալի այլընտրանքը ֆրանսիական։ Այ դուք ինչ կարծիք ունեք։ Ամեն դեպքում լոկալ պիտակ թե միևնույն է միջազգային պիտակը միջազգային է։ Կարծում եմ կախված ինչ հյուրերի հետ են աշխատում կառույցները, այսինքն եթե իրանք աշխատում են հիմնականում միջազգային հյուրերի հետ, քիչ է հավանականությունը, որ նրանք քաջատեղյակ լինեն հայկական պիտակների մասին։ Եթե մենք ունենանք շատ մեծ մարքեթինգային քարոզարշավ, հա, որպեսզի այդ պիտակի մասին տեղեկությունը բարձրաձայն ներկայացվի տարբեր երկրներում, տարբեր տուրիստների շրջանում, ապա իհարկե ինչու ոչ, լոկալ պիտակները միանշանակ կարող են շատ մեծ ազդեցություն ունենալ։ Բայց միևնույն ժամանակ միջազգային պիտակները հնարավորություն են տալիս հյուրանոցներին, հյուրատներին եւ այլ կառույցներին իրենց ներկայացնել այն մարդկանց շրջանում, ովքեր տարիներ շարունակ տարբեր երկրներում օգտվել են հյուրանոցային կամ այլ զբոսաշրջային ծառայություններից հենց նրա համար, որ իրենք ունեն կայունության համապատասխան պիտակը։ Եվ դա մեծ հնարավորություններ է տալիս, նոր շուկաներ է իհարկե բացում բիզնեսների առջև, լոկալ պիտակները ունեն իրենց, կարծում եմ, դրական կողմերը, միջազգայինները ունեն իրենցը, բայց եթե նայենք փոքր, հաշվի առնելով, որ մենք փոքր երկիր ենք եւ ոլորտը մեր մոտ շատ մեծ չէ, այս փուլում ես ավելի առաջնային կտեսնեի միջազգայինը, բայց միևնույն ժամանակ միջազգային ստանալը այդքան էլ հեշտ
չէ, այսինքն երկար է տևում process-ը երկար տևող։ Միջինում մենք հաշվարկել ենք, որ 3 ամիս է տևում գործընթացը, կախված իհարկե կառույցի մասնագիտական ներուժից, պատրաստակամությունից եւ ցանկությունից, ունեցել ենք դեպքեր, երբ որ շատ ավելի արագ է տեղի ունեցել, բայց միջինում 3 ամիս տևում է։ Հետաքրքիր է, երբ որ մենք Երևանում այսպես հյուրանոցատերերի, ռեստորանատերերի հետ հանդիպում ենք եւ քննարկում ենք, արդյոք կարեւոր են այդ պիտակները, փորձում ենք բացատրել, որ միջազգային տենդենս կա, շարժումներ կան եւ դա բավականին մեծ հետաքրքրություն է առաջացնում տուրիստների մոտ, շատերը գնում են ինչ որտեղ հանգստանալու, հատկապես եթե իմանում են, որ դա այդպես սերտիֆիկացված բնությանը շրջակա միջավայրին պաշտպանող քաղաք է, երկիր է կամ հյուրանոց է։ Իրենք ասում են, դե մեր մոտ օդը այդքան էլ մաքուր չի, մեր մոտ այդքան էլ շատ շրջակա միջավայր օրինակ Երևան չկա, արդյոք իմաստ ունի կամ մենք չենք անցնի այդ կրիտերիաների միջով, հնարավոր չի լինի անցնել, որտեվ ի վերջո մեր քաղաքը երբեմն չի համապատասխանում այս կրիտերիաներին։ Դուք այս առումով ինչ կասեք։ Ես համաձայն եմ, որ մենք շատ խնդիրներ ունենք եւ խնդիրները բավականին դժվար են։ Մենք ունենք նաեւ որոշ դեպքերում օրինակ պահանջներ, շատ հետաքրքիր օրինակ է վտանգավոր թափոնների հանդեպ դրված պահանջը մեր կառավարության կողմից, երբ բոլոր բիզնեսները պետք է ունենան վտանգավոր թափոնների անձնագրավորում եւ նորմատիվային նախագծեր, դրանց մասին ցավոք շատ քիչ կառույցներ են տեղյակ եւ թերևս օրենքը կա, օրենքը գործում է։ Իրազեկման խնդիր։ Իրազեկման մենք մեծ խնդիր ունենք եւ այսպիսով արդեն հյուրանոցները, սա հիմնական այն հյուրանոցները, ովքեր որ գործընթացը սկսել են, երբ որ իրանք սկսել են, մենք ունեցել ենք տվյալ պահանջը, որ դուք պետք է համապատասխանեք նաեւ տվյալ օրենքի պահանջներին եւ կամաց քայլ առ քայլ կարողացել են հյուրանոցները, հյուրատները հասնել այդ կետին, այսինքն սկզբում ինքը թվում է, որ շատ դժվար է, բայց երբ որ դու ունես կազմակերպություն, ով քո հետ կողքիդ քայլում է եւ այդ ամեն ինչը իրար հետ անում եք, աշխատանքը մի փոքր ինչ հեշտանում է, բայց իրոք մենք ունենք բացեր թափոնների ոլորտում, ջրի ոլորտում, էներգիայի ոլորտում եւ իհարկե մեծ աշխատանքներ տարվում են տարբեր մակարդակներում եւ պետական եւ ոչ պետական կառույցների կողմից, բայց մեր բնությունը իրականում չնաշխարհիկ է եւ միանշանակ կանաչ туриզմը Հայաստանում զարգանալու կարծում եմ շատ մեծ պոտենցիալ ունի, այո։ Այստեղ խոսենք destination certification գաղափարի մասին, այսինքն օրինակ կա գլոբալ կայուն զարգացման туриզմի խորհուրդը GSTC-ին, որը շատ խոշոր կառույց է եւ շատ քաղաքներ, երկրներ հենց դիմում են այս կառույցին, քաղաք կամ ամբողջ երկիրը էկոսերտիֆիկացում քաղաքի կամ երկրի համար էկոսերտիֆիկացում ապահովելու նպատակով։ Այդ ինչ եք կարծում, մեր երկիրը եւ մեր քաղաքները կարողանան դիմել եւ անցնել այդ կրիտերիաների միջով եւ ստանալ այդ սերտիֆիկացումը, թե դեռ շատ հեռու ենք այդպիսի բաներից։ Կարծում եմ, որ եթե լավ համագործակցություն լինի տեղական ինքնակառավարման մարմինների, туриզմի աշխատանքային ոլորտում ներգրաված կազմակերպությունների եւ շատ հաճախ հասարակական կազմակերպությունների կողմից, կարծում եմ, որ պոտենցիալ միանշանակ ունենք։ Իսկ ինչ կտա դա Հայաստանին կամ Երևանին կամ այլ քաղաքներին, ինչ կտա։ Առաջին հերթին ճանաչելիություն, որը բիզնեսների համար կարծում եմ առավել հետաքրքիր կլինի, դա մեծ ճանաչելիություն կտա, որը կարող է բերել туриզմի մեծ ներհոսքի, միևնույն ժամանակ, քանի որ կան բավականին խիստ պահանջներ բնության պահպանության տեսանկյունից, դա նաև շատ մեծ օգուտ կտա մեր բնությանը։ Այսինքն մենք կօգտագործենք մեր առկա բնական ռեսուրսները, մեր բնության պարգևած բոլոր հրաշքները, բայց այնպես, որ այն չվնասվի։ Այսինքն այստեղ հաղթում է եւ մարդը եւ բնությունը։ Հետաքրքիր է, երբ մենք կապի դուրս եկանք ուրեմն այն ժամանակ այդ կառույցի հետ, մեզ ասացին, որ ամբողջ տարածաշրջանում ընդամենը 2 քաղաք են, որ ունեն այդ սերտիֆիկատը, այսինքն 2 քաղաք են համարվում կանաչ սերտիֆիկացված քաղաք, դրանցից մեկը Վրաստանում էր, մյուսը Թուրքիայում էր, ամեն դեպքում մեծ էր ուրախությունը, որ Հայաստանն էլ է որոշել անդամակցել, սկսել այդ ամեն ինչը, բայց այնուամենայնիվ որոշակի անդամավճարներ կար, նաև դա եմ ուզում ասել, որ քաղաքները, համայնքները վճարում են եւ որոշակի գիտելիք են ստանում, մեծ այսպես կրթական ծրագրեր կան, որոնց պետք է համայնքի ղեկավար մարմինները, պետության լիազոր մարմինները մասնակցեն հասկանալու համար, թե ինչ է առհասարակ իրենց ներկայացնում կայուն туриզմը, բայց այնուամենայնիվ կառույցների մեջ էլ մի տեսակ մտավախություն կար, իրենք ցուցանիշներն էին նայում որոշակի օդի մաքրությունը եւ այլն եւ կարծես թե իրենց մոտ էլ տարակուսանք կար, կհաջողվի արդյոք մեզ անցնել այդ ճանապարհը, թե ոչ։ Երևանի դեպքում եթե նայենք օդի աղտոտվածությունը մեր մոտ իրոք շատ բարձր է, բայց եթե նայենք Երևանից դուրս, որովհետև մենք ունենք շատ այլ
հետաքրքիր քաղաքներ, բնակավայրեր։ Որ քաղաքը ձեր կարծիքով այ պոտենցիալ ունի։ Ես ինչքանով տեղյակ եմ, վստահաբար չեմ ասում, բայց ինչքանով տեղյակ եմ, Դիլիջանում սկսել են նման աշխատանքներ իրականացնել, որպեսզի Դիլիջանը դառնա հիմնական կանաչ ուղղություն Հայաստանի համար։ Կարծում եմ, որ Լորվա մարզը ունի շատ մեծ հնարավորություններ, չնայած Լորվա մարզում մենք ունենք ջրի հետ արկա, շատ կեղտաջրերի հետ արկա, ոչ միայն Լորվա մարզում, ամբողջ Հայաստանում ունենք, բայց կարծում եմ, որ այդ տեսանկյունից Լոռի Տավուշ մարզերը ունեն շատ մեծ հնարավորություն, քանի որ իրանց մոտ բնապահպանական կոմպոնենտը մի փոքր ավելի զարգացած է եւ մարդկանց մոտ կարծում եմ այդ երկու մարզի հանդեպ հիմնական այդ կանաչ ամեն ինչ ավելի շատ է ասոցացվում իրանց հետ։ Լավ, Հայաստանում որ հյուրանոցներն են կամ ռեստորաններն են, որ արդեն ունեն միջազգային սերտիֆիկացում։ Մենք ունենք 4 հյուրանոց, ովքեր որ ստացել են, ունենք նաև 1 հյուրանոց, որը 2 տարի անընդմեջ է ստացել։ Այո, 4-ն էլ Երևանում են, Marriott, Holiday Inn, Courtyard եւ Alexander։ Alexander-ը այս տարի է մեզ միացել։ Մենք ունենք 10-ից ավելի հյուրանոց հյուրատներ, որոնք որ գործընթացի մեջ են, դեռևս վկայականը չեն ստացել, որոնցից 2-ը մարզային են։ Եվ ինչից են սկսել իրենք։ Ուղղակի եկել են, դիմել են ձեզ ու սկսել են գործընթացը, առաջին քայլերը որոնք են եղել։ Սկզբում ճիշտ որ ասեմ, մենք սկսել էինք քննարկել նաև տեղական պիտակի ստեղծելու հնարավորությունը եւ առաջին տարին, երբ որ այդ մտքերը մենք ունեցանք հանդիպում մի քանի հյուրանոցների հետ, հիմնականում Marriott-ի հետ է գնացել այդ քննարկումը եւ փոխադարձ քննարկումների հետո հասկացանք, որ միջազգային հյուրանոցների դեպքում ամեն դեպքում ավելի հետաքրքիր է միջազգային բրենդ ունենալը, միջազգային սերտիֆիկացում ունենալը եւ արդեն երբ որ հասկացանք, որ կառույցների կողմից հետաքրքրություն կա, սկսեցինք այդ աշխատանքները իրականացնել։ Դիմեցինք Green-ի միջազգայինին, ներկայացանք, որ ինչ աշխատանքներ է ISSD-ն իրականացնում, կատարեցինք շուկայի ուսումնասիրություն եւ արդեն ոնց որ դրանից հետո ստացանք թույլտվությունը եւ սկսեցինք արդեն բուն աշխատանքը բիզնեսների հետ, որպեսզի իրենց տեղեկացնենք, ունենք դեպքեր, երբ որ իրանք են մեզ դիմում, ունենք դեպքեր, երբ որ մենք ենք ներկայացնում առաջարկը, մենք նաեւ Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի հետ ենք ակտիվորեն աշխատում, ովքեր որ նույնպես ներգրաված են բոլոր գործընթացներում, туриզմի կոմիտեի հետ ենք նաև շատ ակտիվորեն համագործակցում, ովքեր իրենց հերթին նույնպես հանդիսանում են այս կամուրջը Green-ի եւ պոտենցիալ սերտիֆիկացման դիմող կազմակերպությունների միջև եւ այսպիսով տարբեր ձևաչափերով աշխատանքները իրականացվում են։ Լավ, ասենք մարզում մի հերուտեղ մեկը հյուրատուն ունի եւ ուզում է անցնել այս process-ը։ Ինչից է սկսում։ Սկսում է նրանից, որ գրում է մեզ, որ ցանկություն ունի դիմելու, մենք իրենց ուղարկում ենք ամբողջ ընթացակարգի մասին տեղեկությունը, որ կրիտերիաներին պետք է համապատասխանել, ինչպես պետք է ամեն ինչը ներկայացնել։ Եթե կառույցին հետաքրքիր է, այդ դեպքում սկսում ենք պայմանագրի կնքումից, պայմանագրի կնքումից հետո կառույցները ստանում են հայտադիմումը եւ բոլոր աջակցող ձևաչափերը, որոնք իրենք կարող են օգտագործել ներկայացնելու իրենց հայտադիմումը, քայլ առ քայլ սկսում են ներկայացնել բոլոր իրենց փաստաթղթերը, մեր կողմից ստանում են նկատառումներ, եթե որևէ փաստաթուղթ չի համապատասխանում պահանջներին, շտկումները կատարում են, երբ որ փաթեթը արդեն ամբողջությամբ պատրաստ է լինում, փաթեթը փոխանցվում է աուդիտորին, աուդիտորը գնում է կառույց, աուդիտը իրականացնում։ Աուդիտը հայկական ընկերություն է իրականացնում, դուք եք։ Չէ, մենք չենք իրականացնում, երրորդ կողմի կազմակերպություններ են իրականացնում աուդիտը, Green-ի միջազգայինը ըստ անհրաժեշտության նույնպես ներգրաված է լինում գործընթացում եւ իհարկե միջազգային ցանկացած ստանդարտի բրենդի դեպքում գոյություն ունի այն գաղափարը, որ ցանկացած պահի նրանք կարող են գալ եւ ստուգել աշխատանքը եւ այսպիսով հիմնական այդ հատվածում ներգրաված է Green-ի միջազգայինը, իսկ տեղական մակարդակում մենք ունենք երրորդ կողմի գործընկերներ, ովքեր որ աջակցում են աուդիտի իրականացման աշխատանքներում։ Լավ, դա մոտավորապես ինչ ծախսեր է ենթադրում տնտեսվարողի համար։ Արժեքները տատանվում են կախված սենյակների, սեղանների քանակներից, հյուրանոց հյուրատուն հոստելներ իրանց դեպքում սենյակների քանակ, ռեստորաններ, կաֆեներ իրանց դեպքում սեղանների քանակ։ Արժեքները հիմնականում հյուրանոցների դեպքում ձեզ ասեմ, սկսվում են տարեկան 550 եվրոից մինչև 870, եթե ճիշտ եմ հիշում, եվրոին համարժեք դրամ, իսկ աուդիտի արժեքը հյուրանոցների համար կազմում է 410 եվրո,
հյուրատների համար 320 եվրո աուդիտը, 350 եվրո Green Key-ի վճարը։ Դրանք ամենամյա վճարներ են Green Key-ի մասով, իսկ աուդիտը միայն այն տարիների համար, երբ որ դեմարդեմ աուդիտ կազմակերպվում է։ Դեմարդեմ աուդիտը ամենամյա չէ։ Ինչ է նշանակում դեմարդեմ աուդիտ։ Երբ որ աուդիտորը գալիս է հյուրանոց եւ տեղում ամեն ինչը ստուգում է։ Այն տարիներին, երբ որ աուդիտորը չի գալիս հյուրանոց օրինակի համար, այդ դեպքում մենք կատարում ենք փաստաթղթային ստուգում էլեկտրոնային տարբերակով, այսինքն այդ դեմարդեմ շփումը չի լինում։ Լավ, ես հաճախ եմ օրինակ հյուրանոցներում տեսնում, որ խնայեք ջուրը, այսպես բացատրական աշխատանք, կրթական որոշակի բուկլետներ, որոնք բացատրում են, որ ինչպես է պետք խնայել բնության տված ռեսուրսները։ Սրանք հենց այդ էկոսերտիֆիկացված լինելու ապացույցներն են։ Ապացույց չեն, բայց աջակցող փաստեր են, այո, որովհետև հիմնականում բոլոր այն հյուրանոցները, ովքեր գնում են կայունության սերտիֆիկացման, իրենք պարտադիր նման կետերին համապատասխանում են։ Այս կետերը ամփոփ կուզեի վրայով անցնենք, այսինքն դա ջրի խնայողությունն է, դա շրջակա միջավայրը չվնասելն է, դա տեղական սնունդ օգտագործելն է հյուրասիրության մեջ, դա արևային կայաններ տեղադրելն է, եթե չեմ սխալվում, արևային էներգիայից առաջին տարում պարտադիր չի ինքը, երկրորդ տարվա ընթացքում, երկրորդ տարվանից սկսած կառույցները պետք է ընտրեն, որ լրացուցիչ կրիտերիաներին են ցանկանում համապատասխանել, այդտեղ արևայինի կոմպոնենտը տարբեր տեսակի, մենակ արևային չէ, իրանք կան։ Իսկ այդ սերտիֆիկացումից հետո այդ 1 տարվա ընթացքում արդյոք կրթական ծրագրեր լինում են հյուրանոցի աշխատակազմի համար, առհասարակ համագործակցությունը ինչպես է շարունակվում։ Կրթական ծրագրերը նույնպես պարտադիր կետերից են հանդիսանում, այսինքն այն կառույցը, որ դիմում է կամ ստանում է արդեն վկայականը, իրենք պետք է կազմակերպեն իրենց աշխատակիցների համար պարբերական վերապատրաստումներ։ Մենք մեծ սիրով, եթե մեզ դիմում են, մենք աջակցում ենք կազմակերպման հարցերում, բայց բացի այդ Green Key միջազգայինը, որը որ Foundation for Environmental Education-ի կողմից ստեղծված ծրագիր է, նաև ունի իր առցանց ակադեմիան, որտեղից որ տարբեր բնապահպանական թեմաների վերապատրաստումների դասընթացներին մեր գործընկերները նույնպես կարող են մասնակցել։ Իսկ կա վիճակագրություն մոտավորապես զբոսաշրջիկների քանի տոկոսն է ընտրում այդպես կարևորում, որ հյուրանոցը կամ երկիրը էկոսերտիֆիկացում ունենա։ Հայաստանում դեռևս չունենք, մենք հիմա իրականում այդ աշխատանքները իրականացնում ենք եւ տարբեր գործընկերների հետ փորձում ենք ներդնել ինչ-որ մի մեխանիզմ, որը թույլ կտա այդ հաշվարկը անել։ Կան նման հաշվարկներ Booking.com-ից, իրենց կայունության թիմը շատ ակտիվորեն տարիներ շարունակ աշխատել է այդ ուղղությամբ։ Ամբողջական սահմանումը ճիշտն ասած չեմ հիշում, բայց իրանք ունեին մի հաշվարկ, որ 55%-ը իրենց հյուրերի, ովքեր որ մասնակցել էին հարցմանը, ներկայացրել էին, որ կայունության կոմպոնենտ ունեցող կառույցները իրենց համար ավելի հետաքրքիր էին։ Կար նաև մեկ այլ թիվ, որը 30-40%-ի շրջակայքում էր, որ շատ հյուրեր նշում էին, որ այն տեղերում, որտեղ որ իրանք գնում են այցելում են, տեսնում են նաև այդ պակասը եւ ցանկություն ունեն, որպիսի կայունության ուղղված նախաձեռնությունները, կառույցները ավելի շատ լինեն, որպիսի բավարարեն իրենց պահանջներին։ Որտեղ կար ժամանակ, ես հիշում եմ, շատ մեծ բում էր ապրում կայուն զարգացման գաղափարը, մանավանդ բոլորը քննարկում էին ՄԱԿ-ի կայունության գաղափարները, նպատակները եւ բոլորը ասում էին, որ ամեն մեկ ուզում էր իր բիզնեսը, իր երկիրը համապատասխանեցնել այդ նպատակներին, բայց հիմա կարծես թե ինչ որ առումով հետաքրքրության պակաս եմ նկատել, շատերը երբեմն տեսնում եմ տուրիստները ասում են, որ այսպես դա չի նշանակում, որ անցնել խնայողության ռեժիմի, գնում են հյուրանոց օրինակ եւ սկսում են բողոքել, որ երբեմն այսպես կայուն զարգացման անվան տակ սկսում են ինչ որ շատ խնայողություններ կատարել տնտեսվարողները, մարդիկ սկսում են դրանից բողոքել։ Սրա մասին ինչ կարծիք ունեք։ Կարծում եմ, որ որոշ դեպքերում այո, հյուրանոցները, հյուրատները կարող են նմանատիպ բաներ անել, բայց այն կրիտերիաները, որոնք որ կան ամեն դեպքում Green Key-ում, մենք ունենք 5 աստղանի հյուրանոցներ, որոնք միջազգային մակարդակում ունեն ստացած Green Key եւ 5 աստղանի հյուրանոցը նաև ստանդարտներ ունի, այսինքն իրենց ստանդարտները երբեք այդ ստանդարտները չիջեցնել կայուն զարգացման անվան տակ, այսպես կարող ենք ասել։ Ոչ անվան տակ, բայց իհարկե պետք է հաշվի առնել, որ պետք է որոշակի բալանս լինի, այսինքն օգտագործել անսահման ռեսուրս եւ ակնկալել, որ դու կստանաս կայունության պիտակ, իհարկե չես կարող, բայց տրամադրել ծառայություն, որը ունի բավարար որակ,
պարզապես դա նույնպես մենք միանշանակ չենք ասում, որ դուք պետք է ձեր որակը լրիվ գցեք։ Ընդհակառակը, երբ որ իրենք կայունության որոշակի չափանիշներին են համապատասխանում, շատ հաճախ որակը բարձրանում է։ Այսինքն կա նաև մի թեր կարծիք նրա մասին, որ Հայաստանում շատ տարածված է, որ մենք օրինակ բազմակի օգտագործման տոպրակները կոչում ենք էկոտոպրակ։ Թղթից պատրաստված գրիչները, որոնք ունեն շատ մեծ քանակությամբ այլ նյութեր իրենց մեջ, մենք կոչում ենք էկոգրիչ։ Հարցինձել եմ միշտ հետաքրքրել։ Էկո բառը է կոչում էկո։ Էկո բառը ունենալու համար դու պետք է ունենաս համապատասխան լիցենզիա, համապատասխան վկայական, համապատասխան թույլտվություն։ Մեր մոտ ցավոք սրտի դա դեռևս շատ լավ չի կարգավորվում եւ այսպիսով դուք տեսնում եք էկո հավկիտ, էկո մեքենա, էկո մաքրման միջոց եւ այլն, բայց եթե իրենք չունեն համապատասխան պիտակը, էկո բառ օգտագործելը շատ սխալ է։ Եւ սխալ է թե վերահսկողություն կա եւ չի կարելի օրենքը խախտում է։ Հայաստանում մի փոքր այլ իրավիճակ է իհարկե, միջազգային շատ երկրներ կան, որտեղ որ դա օրենքի լուրջ խախտում է եւ դու պարզապես այդ էկո բառը չես կարող օգտագործել, եթե չունես կողքը պիտակը տվյալ սերտիֆիկացումը ապահովող կառույցի կողմից, այսինքն նույն տրամաբանությամբ, եթե հյուրատուն իրեն կոչում է կայուն հյուրատուն, բայց ինքը չունի օրինակ green key, դա պարզապես իր ցանկությունն է, այլ ոչ թե փաստը։ Բայց վերահսկողության տեսանկյունից մենք բավականին մեծ բացեր ունենք եւ որpիսի ինքը ավելի ճիշտ զարգանա եւ ճիշտ ավելի առաջ գնա, մենք նաեւ պետք է շատ ակտիվորեն դիտարկենք նման պահանջներ, օրենսդրական պահանջներ ունենալու կարիքը։ Եվ համայնքների համար էլ այս վերջին հարցն էլ տամ ամփոփենք համայնքների համար էլ օրինակ աղբի վերամշակումը, թափոնների կառավարումը կամ օրինակ տնտեսական այդ հյուրանոցներում ասում են որ յուղը օրինակ յուղի վերամշակումը հենց դա էլ էկո բաղադրիչ ունի, այսպես էին ասում եւ մենք նույնիսկ Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս շրջանի հետ համագործակցություն ունենք, ես հիշում եմ իրենք եկան, այսպես տրեյնինգ արեցին, ասացին թե որքան կարևոր օրինակ ձեթը ոչ թե թափել, այլ դա վերամշակել եւ լվացող միջոցների վերափոխել, թափոնների կառավարումը որքան մեծ նշանակություն ունի, տարբեր կամ սնունդի վերամշակումը որքան մեծ նշանակություն ունի, որ սնունդը պարզապես չնետվի, այդ doggy bag հասկացությունները, որ կարելի է take away վերցնել սնունդը եւ դա կայուն զարգացման մի բաղադրիչ է, այս մասին մենք որտեղ ենք, այս առումով հայաստանցիները որտեղ են։ Նույն Իլ-դե-Ֆրանսի նշված համագործակցության շրջանակներում հիմա պիլոտավորվում է հենց օրգանական թափոնների տեսակավորման աշխատանքը Դավիթ Հաշեն առաջի թաղամասում։ Ինքը իհարկե շատ փոքր քայլ է, առաջին քայլն է հասկանալու արդյոք դա հնարավոր է անել նման քաղաքում թե չէ, բայց ամեն դեպքում աշխատանքները սկսվում են։ Ես կարծում եմ, եթե մենք համեմատենք հիմիկվա իրավիճակը եւ ինչ էր տեղի ունենում 10 տարի առաջ, մարդիկ իմ կարծիքով ամաչում էին։ Այո, մի փոքր առաջ միանշանակ գնացել էին, որովհետև առաջ մարդիկ ամաչում էին նույնիսկ իրենց սննդի մնացորդը ռեստորանից, կաֆեից հետո մեծ քանակությամբ երբ որ մնում էր, ասել որպեսզի իրենց հետ տանեն տուն։ Միգուցե զուտ իրազեկման խնդիր է եւ մարդիկ չգիտեն, որ սնունդը վերցնելը, չօգտագործված սնունդը վերցնելը դա հենց կայուն զարգացման մի բաղադրիչ է։ Իհարկե, բայց հիմա մարդիկ արդեն սկսել են դա անել, ոչ իհարկե ամբողջ ծավալով, ոչ այն մակարդակում, որով որ կուզենայինք տեսնել, բայց ամեն դեպքում այդ փոփոխությունը կա եւ շատ թյուր կարծիք կա մարդկանց շրջանում, որ եթե դա սնունդ է, ուրեմն դա օրգանական է, ոչ մի խնդիր ինքը բնությանը չի հասցնում, բայց շատ կոպիտ հաշվարկով 50%-ից ավելը աղբավայրում քաղաքային աղբավայրերում հայտնվող աղբի օրգանական է եւ օրգանական իր հերթին հանգեցնում է մեթանի արտանետման, որը ամենավտանգավոր նյութերից մեկն է եւ մեր երկրում հաշվի առնելով, որ մենք ունենք աղբավայրերի հետ շատ լուրջ խնդիր, նվազեցնել, եթե մենք կարողանանք սննդային թափոնները չուղարկել աղբավայր եւ մոտավորապես 50%-ով նվազեցնել աղբավայրում հայտնվող օրգանական թափոնների քանակը, դա եւ մեր համար շատ լավ կլինի, մեր բնության համար շատ լավ կլինի եւ իրականում կարելի է կապել իրեն շատ հետաքրքիր կայուն այլ լուծումների հետ եւ բիզնես գաղափարների շուրջ օրինակ ստանալ կոմպոստի ընդհանրենք ամենահեշտ տարբերակով սննդային որոշակի թափոններից եւ օրգանական թափոններից բիզնեսները կարող են ստանալ կոմպոստ, որը որ հետագայում կօգտագործվի նաև գյուղատնտեսության մեջ, որտեղ որ մենք էլի բավականին շատ քիմիական նյութեր ենք օգտագործում։ Սա արդեն վերականգնողական туриզմ է,
ռեգեներատիվ է, որ կարելի է վերամշակել եւ դա այլ բիզնեսի վերածել իր հերթին։ Միանշանակ։ Անչափ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես կարծում եմ, որ մենք մի օր գալու է, որ մենք զրուցենք եւ ասենք, թե ինչ մեծ արդյունքի ենք հասել կայուն զարգացման ոլորտում, պետք է հուսալ, պետք է լավատես լինել եւ մաքսիմալ իրազեկել մարդկանց, թե ինչքան կարեւոր է կայուն զարգացումը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ։